Որդյակ, ես եմ քո բաժինը կենթանյաց երկրում։ Կենթանյաց երկիրը ո՞րն է։ Երկնքի արքայությունն է, հավիտենական կյանք։ Բա այս երկրում մեր բաժինը Տերը չի, մենակ կենթանյաց երկրում է։ Մենք պետք է այս երկիրը փորձենք դարձնել երկինք, իհարկե դա կատարելապես հնարավոր չի, բայց պիտի փորձենք, որ Աստված մեր բաժինը լինի ոչ միայն կենթանյաց երկրում, այլ նաև ապրողների երկրում, մեր երկրում։ Ինչպես։ Աշխարհում ինչ օրենքներ են գործում։ Ջունգլիների օրենքը։ Ջունգլիների օրենքը ո՞րն է։ Ուժեղին մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Հա, աշխարհում այդ օրենքն է։ Այսինքն մենք մտնում ենք մեր ներաշխարհը, մեր հոգու աշխարհը, տեսնում ենք այնտեղ սիրո, ներողամտության, գթասրտության օրենքնագործում, գնում ենք եկեղեցի, մեր մայրերի, մեր քույրերի, մեր եղբայրների հետ փորձում ենք սիրով լինել, այդ սերը փոխանցել։ Մեկ էլ դուրս ենք գալիս աշխարհ, տեսնում ենք գիշատիչներ եւ մենք էլ եթե թույլ եղանք, մեզ էլ կորսան, մեզ էլ կուլ կտան։ Հիմա ինչ անենք։ Ինչպես Պողոս առաքյալն էր ասում, ինչ խղճալի մարդ եմ ես, հոգիս ուրիշ բան է ուզում, մարմինս ուրիշ բան է ասում։ Հիմա ո՞նց անեմ։ Սրա պատասխանը մեր Տերը Հիսուս Քրիստոս է տալիս։ Ասում է. եղեք աղավնիների նման միամիտ, օձերի նման խորագետ։ Աղավնիների նման միամիտը ո՞րն է։ Այդ է սիրո, այս գեղեցիկ ընտանեկան մթնոլորտը պահեք արյան գնով, հա։ Մի թողեք այս սիրո միաբանությունը կորի, որտեվ էսի ձեր ընտանեկան տան ջերմությունն է։ Դուք միշտ պետք է եկեղեցում հավաքվեք, պատարագանեք, աղոթքանեք, ժամերգություն անեք, լիցքավորվեք, տաքանաք։ Ոնց է մարդը, որ դուրսը ձմեռա, ցուրտ ալում, չէ։ Մի հատ էլ մի տուն կա, տեսնում ա վառարանը դրանց տաքացած, ասում ա գնամ մտնեմ, ինչ հոգանամ ու սա էլա գնալու եմ ցրտին։ Հա։ Ճիշտ այդպես էլ եկեղեցին է։ Այստեղ դուք պիտի կատարելապես ապահովեք սիրո, ուրախության, ջերմության մթնոլորտը, որտեղ դրսում ցուրտ է։ Այստեղ մի քիչ պիտի տաքանաք ոսկորն հետ, մի քիչ տաքանաք, որ ոսկորն հետ տաքա, չէ, դրսում էլ որ շարժվում ես, էլ չես մրցում, չէ։ Հետո բայց երբ որ երկար մնաս դրսում, էլի ոսկորն հետ կսառեն, չես դիմանում։ Ճիշտ այդպես էլ աշխարհում դուք ինչ պետք է անեք, պիտի շարժվեք։ Օծի նման խորագետ պետք է լինեք, օծը տեսնեք ոնց է շարժում։ Սենց 5 գալար է անում, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին։ 5 գալարը ո՞րն է։ 5 զգայանների մեջ մանևրում է, որ մեղքերի մեջ չընկնի։ 5 զգայանն է, չէ՞, մարդը, որ աչքերով չընկնի, ակաժներով չընկնի, շրթունքներով, հոտոտելիքով, շոշափելիքով, ճաշակելիքով չընկնի։ Այդ 5 գալարներն անում է 5 զգայանների մեջ մանևրում է, որ հանկարծ մեղքի մեջ չընկնի, այսինքն տաքացակ եկեղեցու մեջ, ձեր տունը եկեղեցին է։ Այս ջերմ գողտրիկ անկյունը այստեղ է։ Ձեր երկնավոր հոր տունն է, ինչպես ասում էր մեր Տերը։ Վառարանը վառացա, այսինքն պատարագը գնում է, նստում եք մոտը տաքանում եք, շորերը տակ հագնում եք, դուրս եք գալի ու վազեցիք, տաքացակ, ձեր գործն արեցիք, արագ վերջացեցիք, հաղթնում եք եկեղեցի էլի։ Գնում եք, հետ եք դառնում ձեր Աստծո տունը։ Էս է միակ տարբերակը։ Դու ոչ չես կարող երկար ցրտին դիմանալ, չես դիմանում։ Ոչ էլ հոգի չլիցքավորված, դատարկված կարող ես աշխարհում դիմակայել աշխարհի փորձություններին եւ մարտահրավերներին, հա։ Աշխարհում ուրիշ օրենք է գործում։ Ջունգլիների օրենքն է գործում, եկեղեցում սիրո օրենքն է գործում։ Ուրեմն մենք ինչ պետք է անենք։ Հենց տեսնում ենք մրսեցինք ոսկորները, սկսում ենք, որ հեսա վիրուս կընկնենք, հեսա հարբուխ կընկնենք, վազում ենք Աստծո տուն։ Գնում ենք Աստծո տունը, հետո մեր տունն է, չէ՞։ Մենք էլ ենք Աստծո տուն։ Հնարավոր է ամեն անգամ հեռու է եկեղեցի, չես կարող գնալ, մտի քո սենյակի տունը, հոգու տունը մտի, գնի քո աղոթքի անկյունը ունեցիր, հա։ Մեր շատ հավատացյալներից գիտեմ, որ տունը իրենց աղոթքի անկյուն ունեն,
սրբապատկերներ են դրել, խունկ են ծխում, երբեմն մոմ են վառում։ Իրանց փոքրիկ եկեղեցին են սարքել։ Ամեն